Բարև ձեզ, կրկին էկոնոմիքսն է, այսօր խոսելու ենք հանքարդյունաբերության մասին։ Այս ոլորտը Հայաստանի հիմնական ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է եղել տարիներ շարունակ, որը ապահովել է առաջին հերթին Հայաստանի համար արտարժույթ, արտահանում, ինչպես նաև բավականին լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ է լուծել ընթացքում։ Այս ոլորտի խնդիրների, հանելիքների, զարգացման ծրագրերի մասին խոսելու ենք հանքագործների եւ հանքարդյունաբերողների միության նախագահ պարոն Ջիհանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ջիհանյան, հանքարդյունաբերության նշանակության մասին առաջին հերթին կուզեմ խոսենք, քանի որ այս ոլորտը այսպես նեղ ոլորտային խնդիր է լուծում, տնտեսական այս զարգացում, այնպես էլ այս ոլորտը կապված է այլ ոլորտների զարգացման հետ։ Շատ հաճախ մենք այդ կապը ցույց չենք տալիս եւ այսպես բացասական էներգետիկան կուտակվում է հենց հանքարդյունաբերության վրա։ Շնորհակալություն հրավերի համար։ Մեր ոլորտը իսկապես շատ կարևոր է եւ թերագնահատել ոլորտի կարևորությունը երևի ոչ մեկ չի կարող եւ այդ նշեցիք մի քանի տեսանելի ազդեցություններ, որ ունենք տնտեսության վրա, դա հարկերն է, դա հնայի մեջ մեր մասնաբաժին է, ուղղակի եւ անուղղակի հարակից ոլորտների վրա ազդեցությունն է, բայց ես ավելի շատ այտենց երևացողների մասին, որ բոլորը հետաքրող անձիկ գիտեն, ես կուզեի ավելի շատ խոսել չերևացող նշանակության մասին մեր ոլորտի կարևորագույն այտենց չերևացող նշանակություններից մեկը դա այն է, որ Հայաստանի մակարդակով միակ ոլորտներից է մեր ոլորտը, որտեղ ունենք շատ բարձր աշխատուժի արդյունավետություն, այսինքն դա ինչ արտադրողականության բարձր համեմատելի արտադրողականություն ամենաբարձր միջազգային ցուցանիշների, այսինքն նմանատիպ ոլորտների ցուցանիշների։ Եվ դա ինչ եմ ասում կարևոր է, որովհետև բոլորս գիտենք, որ ընդհանուր սոցիալական վիճակը երկրի, ընդհանուր զարգացման աստիճանը, նույնիսկ այսպես կոչված HDI-ը, այսինքն մարդկային զարգացման ցուցանիշը կախված է հենց արդյունավետությունից, արտադրողականությունից։ Եթե այն երկրները, որոնք ունեն բարձր համեմատելի արտադրողականություն, նրանք նաև լիդերներ են հենց այդ HDI-ի ցուցանիշով։ Այսինքն ուղիղ կապ կա, եթե այդ երկրում ընդհանուր արտադրողականությունը աշխատուժի բարձր է, այդ երկրում ավելի լավ են ապրում։ Եվ դա կարանք համեմատենք նաև Հայաստանի մարզերի միջև, երբ որ համեմատություն ենք անում նույն Սյունիքի մարզը, օրինակ Շիրակի մարզի հետ, մենք տեսնում ենք, որ սոցիալական վիճակը Սյունիքում եւ առողջապահական ձևերով եւ կյանքի տևողության առումով Սյունիքի մարզում ավելի բարձր է, քան Շիրակի մարզում եւ միակ տենց զգալի տարբերությունը, որը կա այդ երկու մարզերի մեջ, դա հանքարդյունաբերությունն է, այսինքն Շիրակի մարզում չկա մետաղական հանքարդյունաբերություն, Սյունիքի մարզում շատ զարգացած մետաղական հանքարդյունաբերություն կա, այսինքն այն մարզերը եւ այն երկրները, որոնք ունեն հանքարդյունաբերություն, եւ մեր դեպքում Հայաստան ունենալով այսպիսի ճյուղ, մենք կարողանում ենք ապահովել այդ ավելի բարձր սոցիալական մակարդակը այդ շրջանում եւ եթե Հայաստանում էլ զարգանա ոչ միայն Սյունիքի մարզում լինի, այլ ունենանք զարգացած հանքարդյունաբերություն մի քանի այլ մարզերում, կունենանք ավելի բարձր եւ մրցունակ տնտեսություն երկրի մակարդակով։ Հանքարդյունաբերությունը որ ճյուղերի հետ է ավելի սերտ կապված եւ կարող է այսպես լոկոմոտիվ դառնալ այդ ճյուղերի համար։ Հանքարդյունաբերությունը այնպիսի ճյուղ է, որ համարյա բոլոր ճյուղերի հետ կապված է։ Հիմնական մի կարելի է նշել այն ճյուղերը, որի հետ ուղիղ այդ կապը կա, օրինակ էներգետիկան է այդպիսի ճյուղը, որովհետև Հայաստանի օրինակ էլեկտրոէներգիայի սպառման մոտ 10%-ը մեր ոլորտն է սպառում, իսկ եթե վերցնում ենք ֆիզիկական անձանց չենք հաշվում, այսինքն ֆիզիկական անձինք էլ տան մեծ սպառման սպառում են ապահովում, եթե իրանք չենք հաշվում, այլ վերցնում ենք միայն տնտեսական բիզնես ոլորտը, մոտ 30%-40%-ը մեր ոլորտն է սպառում էլեկտրոէներգիայի, օրինակ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերող կազմակերպությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի առաջին սպառողն է էլեկտրոէներգիայի, եւ դա ոչ միայն էլեկտրոէներգիայի դեպքում, այլև մնացած ռեսուրսների եւ էներգետիկ ռեսուրսների մասով նույն դիզելային վառելիք, բենզին, գազ, այդպիսի մնացած ռեսուրսների դեպքում էլ մենք կարևորագույն սպառող ենք։ Իսկ տրանսպորտի օրինակը բերեմ, Հարավկովկասյան երկաթուղի գլխավոր գործընկերը դա մեր ոլորտն է, այսինքն առանց մեր ոլորտի Հարավկովկասյան երկաթուղուն իր հասույթը կարող է
մի քանի անգամ նվազի, որովհետև եւ ներքին տրանսպորտային տեղափոխություն առումով եւ արտաքին արտանման առումով եւ ապրանքների ներմուծան առումով մենք առաջին ոնց որ օգտվողն ենք Հարավկովկասյան երկաթուղուց եւ այսպիսի շատ օրինակներ կարելի է բերել, որ առանց մեր ոլորտի շատ ուրիշ ոլորտներ կամ թույլ կլինեն կամ ընդհանրապես չեն կարող նորմալ շահութաբեր գործեն Հայաստանի Հանրապետությունում։ Հանքարդյունաբերության ոլորտը բավականին հարուստ պատմություն ունի Հայաստանում եւ այսպես դրա մասին վկայություններ դեռ մեր պատմիչներից ունենք, այնուամենայնիվ պետք է այսպես որոշակի շրջափուլերի բաժանենք, հա։ Մեր հանքարդյունաբերության ոլորտը ինչ շրջափուլեր է ունեցել զարգացման եւ մենք հիմա ինչ փուլում ենք գտնվում։ Քարի դարաշրջանից այս կողմ այդ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացած է եղել եւ իհարկե տնտեսական մակարդակով, որ ինքը արդեն զգալի տեղ է ունեցել հանքարդյունաբերությունը տնտեսություն, դա սկսել է արդեն ռուսական կայսրության վերջին տարիների ժամանակ, երբ որ Կապանի հանքավայրերը շահագործվեցին, Ալավերդու հանքավայրը, Ալավերդու ձուլարանը շահագործվեց, դա 20-րդ դարի հիմնականում սկզբում այդ հիմքը դրվել, բայց երկրորդ թափ է առել մեր ոլորտը, երկրորդ անգամ այսպեսի շունչ է առել արդեն 20-րդ դարի 50-ական 60-ական թվականներին, երբ որ շահագործվեցին Քաջարանի, Ագարակի հանքավայրերը, պղնձամոլիբդենային հանքավայրերը, եթե 20-րդ դարի սկզբում ռուսական կայսրության մեջ շատ կարևոր դեր է ունեցել Ալավերդու պղինձը, արդեն 50-ական 60-ական թվականներից սկսած խորհրդային միության մեջ շատ կարևոր դեր է ունեցել Քաջարանի մոլիբդենը եւ պղինձը եւ այդ ժամանակվա խորհրդային մակարդակով կարևորագույն հանքավայրեր եւ արդյունաբերական օբյեկտներ են եղել, իսկ արդեն 90-ական թվականներին անկախություն ձեռք բերելուց հետո մեր ոլորտը դառավ հիմնական ոլորտներից, որը չտուժեց խորհրդային միության այդ փլուզումից, այսինքն եթե համեմատում ենք մնացած ոլորտները ունեցել ենք հզոր քիմիական արդյունաբերություն, մեքենաշինական արդյունաբերություն խորհրդային տարիներին, բայց այդ ոլորտները հիմա համարյա գոյություն չունեն, իսկ էներգետիկան եւ հանքարդյունաբերությունը արդյունաբերական են հազվագյուտ ոլորտներից են, որը ոչ միայն հետընթաց չեն ապրել 91 թվականից այս կողմ, այլ զարգացել են, ունեցել ենք եւ ծավալների աճ եւ բացարձակ եւ համեմատելի թվերով։ Ինչ իրավիճակ ունենք այս փուլում, այսինքն ինչպես է գնահատում հանքարդյունաբերության առկա վիճակը։ Երբ համեմատենք հարևան երկրների հետ, եթե կարող է։ Ինքը տենց շատ երկար մի քանի ժամվա տենց խոսալու, եթե ոչ ավել խոսալու թեմա է, իրականում մի կողմից մենք նշում ենք կարևորությունը հանքարդյունաբերության Հայաստանի տնտեսության համար, բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ այն ամբողջ ներուժը, որ ունի ոլորտը, չի օգտագործում։ Օրինակ համեմատության համար ասենք, որ թեկուզ թվում է, թե հզոր հանքարդյունաբերություն ունենք կարևոր դեր ունեցող, բայց երբ որ համեմատում ենք համաշխարհային հանքարդյունաբերական ծավալների եւ շուկայի հետ մեր դերը այդքան էլ մեծ չի։ Օրինակ պղնձի դեպքում Հայաստանի Հանրապետություն գործող հանքերը արտադրում են մոտավորապես 0.2-ից 0.3% պղինձ։ Այսինքն դա չնչին գրեթե աննշան քանակ է համաշխարհային շուկայի համար։ Նույն ոսկու դեպքում էլ ավելի փոքր է մեր մասնաբաժինը համաշխարհային շուկայում եւ երկրորդ հետաքրքիր բանը այն է, որ այդ նույն 0.1-2%-ը, երբ որ համեմատում ենք նույն պղնձի շուկայի մեջ եւ պղնձի շուկան համեմատում ենք օրինակ նավթի եւ գազի շուկայի հետ, պղնձի համաշխարհային ծավալը մոտ 10 անգամ, եթե դոլարային տենց արժեքային համեմատական ենք անում, 10 անգամ ավելի փոքր է, քան նավթային համաշխարհային շուկան, այսինքն մենք կազմում ենք շատ փոքր մասնաբաժին, շատ փոքր համեմատած մնացած ռեսուրսային ապրանքների մասը, այսինքն մենք դեռ այդքան երևացող չենք համաշխարհային շուկաներում, թեկուզ ունենք ներուժ, եւ թեկուզ այդ չերևացող մեր դերով էլ ունենք կարևոր նշանակություն Հայաստանի տնտեսության մեջ, բայց երկու պահ եմ ուզում նշել, առաջինը, որ այդ երբ որ համեմատականը տանում ենք օրինակ նավթի եւ պղնձի միջև, նավթի դերը քանի գնա նվազելու է եւ դա արդեն բոլորը հասկանում են, իսկ պղնձի դերը ավելանալու է։ Այսինքն մի քանի տարիների ընթացքում, մի 10-15 տարվա ընթացքում ըստ բոլոր կանխատեսումների պղինձը այդ ռեսուրսային շուկաներում կարող է գրավել նավթի դերը։ Այսինքն նավթի դերը կնվազի, պղնձի դերը կավելանա եւ
իր արժեքային առումով եւ նշանակության առումով պղինձը շատ ավելի կարեւոր է լինելու, քան նավթը։ Այդ առումով ունենալով այսպիսի պաշարներ եւ ռեսուրսներ Հայաստանը պետք է օգտվի դրանից եւ իր դերը համաշխարհային այդ պղնձի շուկաներում ավելի մեծացնի, այսինքն ծավալը ավելացնի եւ այստեղ երկու բաղադրիչ կա։ Մենք կարող ենք ծավալը ավելացնել, այդ ներուժ ունենք եւ գների աճ է լինելու, այսինքն երբ որ պղնձի պահանջարկը համաշխարհային շուկաներում ավելանա, իսկ այդքան առաջարկ բնականա չկա համաշխարհային հանքերում, լինելու է նաեւ գնի աճ։ Այսինքն համադրելով այդ երկու բաղադրիչները գնի աճը, որը կանխատեսում է, եւ եթե կարողանանք նաեւ ծավալի աճ ունենանք, մեր ոլորտը կարող է մի քանի անգամ ավելի մեծ ազդեցություն ունենա աճի տեսքով մեր տնտեսության վրա, քան հիմա է։ Այսինքն կա մեծ ներուժ, որը մենք տեսնում ենք եւ դա պետք է օգտագործել։ Ես դա խոսեցի միայն պղնձի դեպքում, բայց նույնատիպ ներուժ կա նաեւ մոլիբդենի դեպքում։ Մոլիբդենն էլ ինչպես եւ պղինձը օգտագործվում է ալտերնատիվ էներգետիկայի, կանաչ էներգետիկայի համարյա բոլոր տեխնոլոգիաների մեջ եւ մոտակա մի քանի տասնամյակի ընթացքում կանխատեսվում է շատ մեծ պահանջարկի աճ եւ պահանջարկի աճ եւ հետեւաբար նաեւ գնի աճ, որովհետեւ չի կարող համաշխարհային հանքերը եւ ներկա եւ ապագա բավականացնել այդ պահանջարկի աճը։ Հանքարդյունաբերության ոլորտը իր հերթին զարգացման որոշակի խոչընդոտներ է ունենում, հաշվի առնելով նաև պետական, այսպես քաղաքականությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրությունը, պետք է հասկանանք ինչպես կարող եք ներդաշնակեցնել հանքարդյունաբերության զարգացման այս խնդիրների լուծումը եւ պետական կամ հանրային շահերը։ Այս համատեքստում ինչ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, որը թույլ կտա ոլորտը զարգացնել։ Այս հարցը շատ տենց քննարկված հարց է, բայց շատ դեպքերում այս հարցը քննարկվել է ավելի շատ էմոցիոնալ դաշտում, սուբյեկտիվ դաշտում, առանց հիմնավոր ինչ-որ քննարկումներ եւ էմոցիաներ շատ են եղել Հայաստանում մանավանդ, բայց մի բան ակնհայտ է։ Բոլոր այն զարգացած երկրներ, այն սկզբից ասի չէ, որ սոցիալական վիճակը ուղիղ համեմատական ունի տնտեսության զարգացման հետ եւ օրինակ զարգացող պետությունների հիմակվա մեր աչքի առաջ տեսնում ենք նույն Չինաստանը ունենալով այդ ներուժը զարգացման կարողացավ օգտագործել եւ հիմա դառնում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը եւ դրա հետ համատեղ նաեւ աճում է Չինաստանի բնակչության սոցիալական վիճակը խթանելով այդ ամեն ինչ եւ առողջապահական առումով եւ կրթական առումով եւ ընդհանուր իրենց ապրելամակարդակի առումով այսինքն պետք է հասկանանք եթե մենք ուզում ենք որ Հայաստանի ազգաբնակչությունը ունենա արժանապատիվ նույն լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխան կյանք, մենք պետք է ունենանք զարգացած տնտեսություն։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ երբ որ մենք ոչ սուբյեկտիվ պատճառներով չենք թողնում զարգանա նույնիսկ հասարակության լայն շրջանակներ չեն ուզում կամ չեն հասկանում, որ հանքարդյունաբերության զարգացումը բերելու է ընդհանուր Հայաստանի Հանրապետության սոցիալական մակարդակի բարձրացման, դա մեծ խնդիր է։ Այսինքն մենք պետք է ճիշտ, մենք նկատի ունենք բոլորս, եւ դուք որպես տնտեսագետ եւ որպես լրագրող այդ բոլոր հանրությունը եւ գիտական եւ լրագրողական եւ ոլորտը բիզնես ներկայացնող եւ պետությունը, կառավարությունը պետք է ընդհանուր ավելի օբյեկտիվ մոտենա այս հարցին, այսինքն օբյեկտիվորեն այդ հասկանա կշռի որն է ավելի կարևոր եւ որն է այս բային մեր զարգացմանը ավելի կարևոր։ Մենք ուզում ենք ունենանք զարգացած հզոր պետություն, անվտանգ երկիր, հզոր բանակ եւ սոցիալապես ապահովված ազգաբնակչություն, թե ուզում ենք շատ բաներից հրաժարվենք տնտեսական, ինչ որ սուբյեկտիվ էմոցիոնալ պատճառներով։ Պարոն Ջանյան, մենք տարիներ շարունակ Հայաստանից արտահանում ենք սև պղինձ, երբ որ խոսվում էր, որ նախատեսվում է մաքուր պղինձ ստանալու համար կառուցել գործարան, խոսվել է տարբեր ռուսական, չինական նախագծերի մասին, բայց այդպես է կյանքի չկոչվեց։ Եվ վերջի շրջանում նաև բավականին մտահոգիչ նաև տվյալներ են ստացվում, որ Հայաստանից ոչ թե սկսում են արտահանել ֆերոմոլիբդեն, այլ մոլիբդեն, այսինքն չի մշակվում մոլիբդենը։ Դուք նաև որպես այսպես մետալուրգների միության նախագահ այս խնդիրները ինչպես եք տեսնում եւ կարող ենք մենք լուծումներ առաջարկել պետական մակարդակով, մասնագիտական մակարդակով, որ Հայաստանից ոչ թե հանքաքար, կամ խտացած հանքանյութ արդյունահանենք, այլ
վերջնական արտադրանքի մոտ, հա, ինչ-որ պրոդուկտ տանք։ Այո, շատ կարևոր թեմա է այս թեման եւ ցանկացած զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկիր, օրինակ Չիլին, Ինդոնեզիան, այդ հարցը իրանց մոտ էլ է միշտ ծանր եղել, այսինքն ինչ է իրանց համար ավելի կարևոր մեծացնել հանքարդյունաբերության ծավալները, թե ավելի խորը վերամշակված արտադրանք տալ։ Մեր դեպքում դա մենք արտադրում ենք կոնցենտրատների, խտանյութերի ձևերով այդ բանը մետաղները, բայց որպես տարբերակ, ինչպես դուք նշեցիք, ավելի մաքուր մետաղների արտահանում ապահովենք։ Եվ Հայաստանում եմ մոտ, ես ինչքան հիշում եմ, դեռ երբ որ այս նույնիսկ այս ոլորտում չէ, շատ մի քանի տասնամյակ տարի առաջ այդ հարցը միշտ քննարկվել է, որ ունենանք ձուլարան եւ օրինակ պղնձի օրինակով ստանանք մաքուր պղինձ կաթոդների կամ անոդների ձևով եւ դա արտահանենք։ Ուղղակի ստեղ ու կան նույնիսկ մեր սեփականատերը, Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի հիմնական սեփականատերը ունի այդպիսի մտահղացում, որը համաձայնեցված է կառավարության հետ եւ ես ուղղակի ինքս չեմ զբաղվում այդ նախագծով, բայց գիտեմ, որ առաջխաղացում այդ առումով կա։ Ուղղակի իմ անձնական կարծիքը այն է, որ պետք է այստեղ էլ պետք չի սուբյեկտիվ էմոցիաների դաշտ ընկնել, այսինքն համարել կարծես թե ակնհայտ, եթե մաքուր ավելի խորը վերամշակված արտադրանք արտանենք, թե կոնցենտրատ պղնձի, այստեղ պետք է հասկանանք, իսկ ինչ է այս տարբերությունը տալիս կոնցենտրատի ձևով, թե մաքուր երկաթի ձևով։ Մաքուր պղնձի գնի մեջ պղինձը կոնցենտրատում, այսինքն այն ձև, որը Հայաստանը հիմնական մարտում այն ձև, որ ուզում ենք ունենանք, ընդհանրապես 5-ից 10% է գնային տարբերություն, այսինքն ավելացրած արժեքը 5-ից 10% է։ Իսկ ավելացրած արժեքը այս դեպքում չհաշված ծախսերը, այսինքն մաքուր ոչ թե մաքուր ավելացրած արժեքը, այլ գրոս ավելացրած արժեքը։ Հիմա մենք պետք է հասկանանք, արդյոք այդ 5-10%-ը արժի այն ռիսկերը, որը մենք ունենալու ենք, եւ բնապահպանական առումով, որտեղ այո, մեծ խնդիրներ կա, դա մեծ արտոնաբերություն։ Սովորաբար այդպիսի գործարանը ծովերի, գետերի ափին են նաև կառուցվում։ Ինչու եմ այդպես ասում, երբ որ հայտարարվեց, արդյոք դա հաշվի չէին առել, որ Հայաստանը ոչ ծով ունի, ոչ գետ։ Չէ, ես կարծում եմ հաշվի էին առել, բայց պետք է այնքան արագ այդ շուկան փոխվում։ Վերջին մի 2-3 տարվա ընթացքում Չինաստանը այնպիսի մեծ ծավալները ավելացրեց ձուլարանների, ու Չինաստանը ուղղակի սպանում է այդ շուկան։ Ինչի է դա անում, որովհետև Չինաստանին պետք է ամբողջ պղինձը կուտակի իր մոտ եւ պետական սուբսիդավորման հաշվին կարողանում է մնացած բոլոր երկրներին հանել այդ շուկայից։ Եվ ինչպես դուք նշեցիք, շատ կարևոր է լոգիստիկան այս հարցում։ Այսինքն, եթե դու ձուլարան ունես, դա պետք է լինի ծովի ափին, ու ցանկալի է, որովհետև կրճատում է ծախսերը բերել, տանելու, եւ Չինաստանը այդ հնարավորություն ունի շատ մեծ նավահանգիստներ եւ այդ նավահանգիստների կողքն է իրեն ձուլարանները կառուցում։ Այսինքն, այս առումով պետք է այս էլի սուբյեկտիվ դաշտից դուրս գանք, արվի ճիշտ հաշվարկ, հասկանալ։ Օրինակ իմ համար ավելի ակնհայտ է, որ հանքարդյունաբերության ծավալները ավելացնելով դա մեծ էֆեկտ ենք ունենալու մեր երկրի տնտեսական աճի վրա։ Իսկ ձուլարանի դեպքում այդքան ակնհայտ չէ։ Իսկ մոլիբդենի պարագայում, օրինակ Երևանում 2 գործարան կար, որ ֆերոմոլիբդեն էր արտադրում, հիմա դրանք գրեթե դադարեցրել են իրենց գործունեությունը, ոմանք արդեն հայտարարել են աշխատատեղերի կրճատման մասին, ինչով է սա պայմանավորված, ձեռնտու չէ այստեղ ֆերոմոլիբդեն արտադրել։ Դա էլ շուկայից է կախված, այսօրվա դրությամբ ձեռնատու չի, կարող է 2 ամիսով ձեռնատու լինի, հետո էլի շատ փոփոխական շուկա է ֆերոմոլիբդենի շուկան։ Մի բան ուղղակի ակնհայտ, այսօրվա դրությամբ ոչ միայն Երևանի 2 գործարանն են արտադրում թրծված մոլիբդեն եւ ֆերոմոլիբդեն, դա նաեւ Չարենցավանի Ալափարս գյուղինքից գործարանը եւ Արմավիրում, այսինքն այստեղ Երևանում նաեւ հաշվի առնելով 1 միլիոնից ավել բնակչությունը ունենալ ձուլարան Երևանում, դա նաեւ իր մեջ պարունակում է մեծ էկոլոգիական հարց եւ այդ առումով դա էլ պետք է շատ օբյեկտիվ ձևով քննվի եւ հասկացվի այն օգուտը, որ մենք ստանում ենք կոնցենտրատից, խտանյութից մոլիբդենի, ֆերոմոլիբդեն, հավասար է եւ արժի գնալ այդ օգուտի համար ունենալով ձուլարան Երևանի տարածքում, որտեղ բնակվում է 1 միլիոնից ավել բնակչություն։ Իսկ ընդհանուր առմամբ երկարաժամկետ չեմ կարծում, որ
ֆերոմոլիբդենը չունի ներուժ Հայաստանում։ Այսինքն, եթե հիմա ինչ-որ խնդիրներ ունեն Երևանում գործող գործարանները, դա ամեն դեպքում կարծում եմ ժամանակավոր են եւ երկարաժամկետ առումով ի տարբերություն պղնձի գնային ինչ տարբերություն կա, օրինակ մաքուր պղնձի դեպքում 5-ից 10%։ Մոտարապես այդ է։ Ես ինչի չեմ կարա կոնկրետ թիվ նշեմ, որովհետեւ ամեն շաբաթ այդ տարբերությունը փոխվում է, որովհետեւ եւ տարբեր գներ են եւ մոլիբդենի գինը, կոնցենտրատու մոլիբդենի եւ ֆերոմոլիբդենի գինը եւ իրանց տարբերություններ, քանի որ ամեն մեկը առանձին փոխվում է, իրանց տարբերությունները էլ ավելի մեծ ամպլիտուդայով փոխվում է։ Դա համար այտենց մոտավորապես 5-ից 20% է այդ տարբերությունը, բայց կախված շուկայի այդ պահի դրությամբ ինչ վիճակ է։ Այստեղ անշուշտ շատ կարևոր նշանակություն պետք է ունենա պետական քաղաքականությունը։ Պետական քաղաքականության տեսանկյունից ինքը պետք է փորձի այդ աշխատատեղերը ապահովի, զբաղվածության հարցը լուծի։ Եվ այս համատեքստում կարծում եմ պետք է նշենք, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը դարձավ մի շարք խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետեր։ Ինչպես է սա գնահատում, սա ինչ ազդեցություն կարող է թողնել ոլորտի վրա եւ քաղաքականության վրա։ Ես անձնական իմ կարծիքը ասեմ, որովհետեւ որպես ԶՊՄԿ-ի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ այդ որոշմանը ես բնականաբար չեմ մասնակցել, որովհետեւ դա կատարվել է սեփականատերերի մակարդակով այդ որոշումը, բայց իմ անձնական կարծիքը այն է, որ դա դրական է։ Ինչու է դրական, որովհետեւ դա թույլ է տալիս եւ հասարակության համար եւ աշխատուժի եւ հենց ինքնին կառավարության համար հասկանալ, որ ինչ որ մութ ոլորտ չէ հանքարդյունաբերությունը, այլ հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որտեղ մեծ ներկայություն ունի կառավարությունը։ Ներսից ինֆորմացիա։ Այո, այսինքն վստահության առումով, վստահության մակարդակը բարձրացնելու առումով շատ դրական քայլ է։ Եվ ինքս աշխատելով ԶՊՄԿ-ում ես զգում եմ այդ վստահությունը, որ ներսից տեսնում են շատ խնդիրներ եւ շատ այն միֆերը, որ կային, այդ միֆերը արդեն տեսնելով հասկանում եմ, որ դա օբյեկտիվ ուրիշ պատճառներ եւ ուրիշ ընթացքներ ունի, այդ վստահության մակարդակը բարձրանում է։ Եվ երկրորդը ամեն դեպքում կարծում եմ եւ եթե չեմ սխալվում, վարչապետը հայտարարություն է արել այդ մասին, որ դա ժամանակավոր է, այսինքն երբ որ այդ վստահության խնդիրը ինչ որ պահին արդեն չլինի, կառավարությունը գնալու է նրան, որ այդ իր մասնաբաժինը կամ վաճառելու է կամ ինչպես եթե չեմ սխալ նշվեց, որ դա պետք է ցուցակվի, այսինքն ցուցակված կազմակերպություն դառնա ԶՊՄԿ-ն հայկական բորսայում, Երևանյան բորսայում եւ դրանից հետո արդեն մեր ազգաբնակությունը ունենա իր մասնաբաժինը։ Ինչպես դա կանի կառավարությունը իր մասնաբաժնի մասով դեռ ես տենց այդքան տեղյակ չեմ, բայց դա էլ է շատ դրական, էլի վստահության հետ կապված քայլ, որը կարծում եմ ճիշտ է։ Դուք շատ կարևոր հանգամանք նշեցիք, որ մեր հանքարդյունաբերական ընկերությունները, այսպես ներառականության, հրապարականության շատ հաճախ խնդիրներ են ունենում եւ բաժնետիրական լինելը եւ նաեւ բորսայում նրանց հասանելի լինելը կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Ցավոք սրտի շատ փակ են, հիմնականում փակ բաժնետիրական ընկերությունների ձևով են հանդես գալիս, որը եւս այսպես իրենց օգտին չի գործում։ Կարծում կառավարության այդ քայլը կարա որոշակի խնդիրներ լուծի միանշանակ։ Բայց այս ընթացքում կառավարությունը ինչ խնդիրներ է, դուք տեսնում եք կառավարության քաղաքականությունը այս ոլորտում, ինչ խնդիրներ է դնում եւ ինչպես եք դուք կառավարության քաղաքականության հետ ներդաշնակ կամ ազդում այդ process-ների վրա։ Մի քիչ ես երևի զգույշ լինեմ այստեղ, որ չմտնեմ այն դաշտը, որ շատ բաների մեզ համար։ Այդ խնդիրները ոնց եք փոխանցում կառավարություն, որ կառավարությունը հասկանա այդ քաղաքականություն մշակել։ Ճիշտ, տեսեք, նայեք, մի հատ բան ասեմ, որ մինչև հիմա ես անձամբ եւ որպես միության նախագահ ես լիարժեք չեմ հասկանում կառավարության դիրքորոշումը մեր ոլորտի նկատմամբ։ Այսինքն մենք չգիտենք համարվում ենք արդյոք, թեկուզ մենք գիտենք, որ այդպես է, բայց չգիտենք իրանց տեսանկյունից համարվում ենք արդյոք մենք ռազմավարական ոլորտ ենք Հայաստանի տնտեսության համար, թե ոչ։ Այսինքն մի քիչ ստեղ ոչ այնքան հասկանալի է քաղաքականությունը, գուցե այդ ընթացքի մեջ մշակվում է եւ կառավարությունը պետք է ունենա իր դիրքորոշումը վերջնական, բայց մենք պետք է հասկանանք, մենք նկատի ունենք որպես պետություն ընդհանուր եւ մենք որպես ոլորտ, մենք կարևորվում ենք կառավարության համար որպես ռազմավարական թե ոչ։ Եթե չենք կարևորվում, բնականաբար դա քաղաքական դաշտը մենք չենք կարող տեղ մտնել, մենք մեր կարծիք ունենք, բայց նաեւ մեր
հետագա քայլերը որպես բիզնես մենք կհասկանանք, որ մենք ռազմավարական չենք, հետեւաբար այսպես ազդակ է։ Այո, իսկ եթե ռազմավարական ենք եւ մեր կարծիքով մենք ռազմավարական ենք եւ առանց մեր ոլորտի հնարավոր չէ կայուն զարգացումը մեր տնտեսության, այդ դեպքում լրիվ ուրիշ բիզնես ուրիշ ձև իրան կդրսևորի, սա ամենակարևորագույն խնդիրը եւ կան դրանից բխող շատ տարբեր հարցեր, օրինակ խնդիրների դուք հարցրեցիք նաեւ խնդիրների մասին մեր ոլորտի, կարևորագույն խնդիրներից մեկն է դրանից բխող այն, որ հետախուզման աշխատանքներ, երկրաբանական հետախուզում, որը հիմք է հետագա կայուն զարգացման համար ոլորտի, նորմալ չի արվում։ Իսկ դա անելու համար կամ բիզնեսը պետք է ստանա այդ ազդակը, որ ոլորտը պետության կողմից աջակցություն է լինելու ռիսկերը նվազեցման ուղղությամբ եւ ներդրումներ անել, կամ պետական օգնություն պետք է լինի, որ այդ երկրաբանական հետախուզման աշխատանքները արվի։ Ինչու եմ ես դա ասում, որովհետեւ մեր ոլորտը երևի թե համաշխարհային տնտեսության մեջ ամենաերկարաժամկետ ներդրումների հետ գնման ժամանակահատված ունի։ Հետախուզման պայս մինչև արդեն արտադրանք տալը եւ շահույթ ունենալը 10-ից 15 տարի է տևում։ Եվ այդ հորիզոնում երկարաժամկետ անհնար է, եթե ռիսկայնությունը բարձր է եւ ռիսկայնության մեծ բաղադրիչը դա կառավարության կողմից պետք է նվազեցվի կամ չթողի որ բարձրանա, շատ դժվար է այդպիսի ներդրումներ անել։ Այսինքն այստեղ հենց այն իմ առաջին ասացի, որ մենք պետք է հասկանանք կառավարության դիրքորոշումը, նաև բխում է շատ ավելի հարակից հարցեր, որոնք կարևոր են ոլորտի զարգացման համար։ Տեսեք, եւ այստեղ մենք տեսնում ենք եւ դրական ազդակներ կառավարության կողմից, օրինակ մի քանի տարի առաջ ընդունեց ռազմավարություն մեր ոլորտի զարգացման, եւ մի քիչ էլ անհասկանալի, այսինքն ոչ այնքան բացահայտ իրանց դիրքորոշման արտացոլում։ Այսինքն երբ որ լինի արդեն միանշանակ իրանց դիրքորոշումը, մեր ոլորտի զարգացման հեռանկարները ավելի հասկանալի կլինեն։ Ձեր հետ համաձայն եմ, իրոք շատ կարևոր է, որ կառավարությունը շատ բաց, թափանցիկ գործի եւ ներդրողներին այդ վստահությունը տա կամ արգելքը տա, ոչն էլ է պատասխան, ես միշտ նշում եմ, սա շատ կարևոր է, ոչ թե եթե բնապահպանական հանրային այսպես ալիք է լինում, կառավարությունը հետագա քաշվում եւ այսպես գործարարին թողնում է հանրության առջեւ մենակ, դա ճիշտ մոտեցում չի, պատասխանատու մոտեցում չի։ Վերջի շրջանում նաեւ բավականին հետաքրքիր միտում է նկատվում, որ հանքարդյունաբերության նույն օրինակ Զանգեզուրի կոմբինատը իր վրա ստանձնեց այդպիսի պատասխանատվություն կայուն զարգացման ծրագիր մշակելու, ներկայացնելու, սա անշուշտ ողջունելի քայլ է, իդեպ նշեմ, սա շատ քիչ հանդիպող երևույթ է հայ իրականության մեջ, եւ այս ծրագրի շրջանակներում ներկայացվում է բարելավման միջոցառումները բնապահպանական, սոցիալական տարբեր ուղղություններով։ Դուք հիմա ինչ փուլում եք գտնվում եւ ինչ եք այսպես նախանշում, օրինակ կոնկրետ մի ձեռնարկության օրինակով ուր եք ուզում հասնեք, հա ձեր կայուն զարգացման տեսլականը որն է։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա է, որովհետեւ մի քանի պատճառ կա, ինչու ենք մենք կարևորում այդ կայուն զարգացումը, այդ անգլերեն ասած ESG-ն, որովհետև առաջինը մենք եւ որպես ձեռնարկություն Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատը եւ ցանկացած մեր ոլորտի հանքարդյունաբերական, մետաղական հանքարդյունաբերական ոլորտի ձեռնարկություն աշխատում է միջազգային շուկաներում եւ միջազգային շուկաների պահանջները այնպիսի խիստ են, որ մենք եթե այդ պահանջներին չհամապատասխանենք, ուղղակի դուրս կմղվենք այդ շուկաներից։ Հետևաբար որպես առաջին կարևորագույն պատճառ դա է, որ մենք պետք է համապատասխան լինենք այդ միջազգային լավագույն ստանդարտներին, եւ երկրորդը ընդհանուր հենց այդ բառի այդ իմաստի մեջ է կայուն զարգացում անհնար է, քանի որ մենք երկարատև ոլորտ ենք, անհնար է մեր ոլորտի կազմակերպությունները ինչ որ երկարատև հաջողության հասնեն առանց ուշադրություն դարձնելու կայուն զարգացմանը եւ սոցիալական հարցերին եւ առողջապահական եւ բնապահպանական եւ մեր աշխատուժի անվտանգության առումով այդ առումով Զանգեզուրն էլ որպես խոշորագույն հիմնարկ կարևորում է դա եւ մենք ուզում ենք օրինակելի լինենք ամբողջ ոլորտի համար այդ առումով շատ աշխատանք է տարվում եւ տարվել եւ անում ենք ընթացքի մեջ է օրինակ մի քանի բան նշեմ, դա կայուն զարգացման տարեկան զեկույցներ, որը արդեն 3-րդ տարին մեր կոմբինատը անում է, եւ այդ առումով մենք էլի օրինակելի ենք եւ անում ենք դա, փորձում ենք անել միջազգային լավագույն ստանդարտների համաձայն։ Շատ ուրիշ աշխատանք է տարում, ես իմ համար շատ այնց կարևոր ուղղության վրա էլ նաեւ ուշադրությունը
գրավեմ, այն է, որ մենք ուզում ենք այնպես անել, որպես սկզբում նշեցի, որպես խոշորագույն էլեկտրոէներգիայի սպառող, որ ժամանակի ընթացքում Զանգեզուրի պղնձամոլեբդանային կոմբինատի ամբողջ էլեկտրոէներգիան արտադրված լինի վերականգնվող աղբյուրներից, կանաչ էներգետիկայի հաշվին։ Եւ դրա հետ կապված որպես առաջին քայլ մենք հայտարարել ենք, որ ընդունում ենք հայտեր 100 մեգավատ արևային կայանի կառուցման համար։ Դա աննախադեպ մեծությամբ կայան է, որտեղ այսօրվա դրությամբ այդպիսի կայան Հայաստանի Հանրապետությունում չկա։ Կա մի նախագիծ, որը այտենց դեռ չի իրականացվել ավելի մեծ, բայց հուսով ենք, երբ որ մենք ավարտենք, կլինենք առաջինը այդպիսի մեծությամբ, եւ դա առաջին քայլն է լինելու այդ ուղղությամբ եւ Ինչն են կարևորում, ինչպես արդեն սկզբում նշեցի, մեր ոլորտը շատ կապված է էներգետիկայի հետ եւ այդ երկու ոլորտները այն ոլորտները, որոնք ունեցել են զարգացում են ապրել խորհրդային միության այդ տարիներից հետո եւ մեր դեպքում մենք կարող ենք այդ կամուրջը կառուցել այդ երկու ոլորտների միջև եւ դա Տենց առաջ ընկնելով ասեմ, որ չենք ուզում միայն արևայինով սահմանափակվենք։ Հայաստանի Հանրապետությունը մեծ խնդիր է արևային կայանների սահմանափակումը, որը արդեն ներդրվում է, եւ դա կապված է ցանցի հետ։ Դա հասկանալի օբյեկտիվ սահմանափակում է, բայց այդ օբյեկտիվ սահմանափակումը կարելի է հաղթահարել կուտակիչների ձևով։ Եվ մենք այնպես ենք ուզում անենք, օրինակ այդ 100 մեգավատը ընդամենը ապահովել է մեր էլեկտրոէներգիայի սպառման մոտ 21%-ը։ Բնական պատճառով, քանի որ արևը չողում է ընդամենը 21% ժամանակի, եւ մենք այնպես պետք է անենք, որ մեր կազմակերպությունը կուտակիչների միջոցով կարողանա 100%-ով ապահովի իր սպառումը այդ արևային եւ քամու արտադրված էլեկտրոէներգիայի հաշվին։ Եվ դա կլինի նաեւ խթան ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար, որ անցնենք 100%-ով ինչ որ մի պահ ժամանակ մի քանի տարիներ հետո 100%-ով կանաչ էներգետիկայի։ Դրա հնարավորությունը Հայաստանը ունի, ես համոզված եմ դրանում, քանի որ եւ արևի տեսանկյունից մենք ամենալավ աշխարհագրական դիրք ունենք մեր ռեգիոնում եւ ռելիեֆի տեսանկյունից եւ ջրի արկայության տեսանկյունից մենք կարող ենք նաեւ կուտակիչներ, բնական հիդրոկուտակիչներ ունենալ եւ այդպիսի նախագծեր կան Հայաստանում, մինչեւ 400 մեգավատանոց այդպիսի կուտակիչի նախագիծ է եղել, այսինքն համադրելով արևը, քամին եւ ջրային կուտակիչներ եւ հետագայում նաեւ մարտկոցների ձևով կուտակումը կարելի է անցնել 100% կանաչ էներգետիկայի։ Եվ դա ինչ կտա, Հայաստանի տնտեսական խնդիրներից կարևորագույն մեկը եղել է, որ մենք միշտ կախում ենք ունեցել էներգետիկ առումով։ Մեր եւ ցանկացած երկրում հնայի մեջ էներգետիկայի գինը բարձր է եղել եւ մենք մեծ մասամբ ներմուծող նավթի, գազի, դիզելային վառելիքի, բենզինի հաշվին ենք մեր էներգետիկան ապահովել։ Դա ոչ միայն վերաբերվում է էլեկտրոէներգիային, այլև ընդհանրապես էներգետիկային, ավտոմեքենաներին, արտաբերությանը, այո, եւ դա հնարավորություն կտա դրանից ազատվել, ունենալ էժան եւ սեփական էլեկտրոէներգիան։ Դա մեծ հնարավորություն է իմ կարծիքով, բայց դա շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու կուտակիչների առումով, էլեկտրաֆիկացման առումով, օրինակ ամեն ինչ պետք է արվի, որ հնարավորինս եւ երկու հիմնական սպառման ուղղություն կա, բացի էլեկտրոէներգիայից, էներգետիկայի դա տրանսպորտն է եւ ջեռուցումն է։ Եթե կարողանանք ջեռուցման դեպքում դա հիմնականում գազ է, տրանսպորտի դեպքում գազ, բենզին եւ դիզելային վառելիք։ Եթե կարողանանք էլեկտրիֆիկացնենք ջեռուցման համակարգերը ամբողջ Հայաստանում մեկ եւ մեքենաները դառնան էլեկտրական եւ ունենանք էլեկտրոէներգիայի արտադրված էլեկտրոէներգիայի կուտակիչներ մեծ, մենք լրիվ անկախանում ենք այդ առումով ունենալով շատ էժան սեփական աղբյուրներից ստացած էլեկտրոէներգիա։ Պարոն Ջանյան, Հայաստանի անկախության ժամանակաշրջանի ամենամեծ ներդրումային նախագիծը ըստ էության կարող ենք համարել կամ նախագծերից մեկը կարող ենք համարել Ամուլսարի ծրագիրը, որի շրջանակում բավականին մեծ ներդրումներ էր կատարվել մոտ 300 միլիոն դոլարի շրջանակներում եւ որը պետք է շահագործվել 2018 թվականին։ Բնապահպանական խնդիրների բարձրաձայնմամբ այդ հանքավայրի շահագործումը դադարեց եւ հիմա արդեն խոսակցություններ կան, որ նախատեսվում է, որ պետք է վերագործարկվի։ Դուք որպես ասես մետալուրգների հանքագործների միության նախագահ ինչ տեղեկություններ ունեք այս ծրագրի վերագործարկման մասին,
արդյոք վերացել են այն բնապահպանական, տնտեսական, ֆինանսական ռիսկերը, որոնց մասին խոսում էին նախկինում, եւ կառավարության այս բյուջետային երաշխիքը ինչ կարող է տալ։ Մենք ողջունում ենք, որ կառավարությունը այսպիսի որոշում կայացրեց բանկային այդ վարկի մասով երաշխիք տալու, դա շատ ողջունելի է, հենց նույն այդ ռիսկերի հետ կապված մեր ոլորտային ռիսկերը նվազեցնելու առումով, երբ որ նույն ամուրսարի եւ ոչ միայն ամուրսարի ներդրողները տեսնում են, որ կառավարությունը այդպիսի քայլ է անում, դա նաեւ ցույց է տալի ավելի շատ մոտիկանում ենք նրան, որ ես ասում եմ, կառավարության դիրքորոշումը մոտիկանում է նրան, որ մեր ոլորտը ռազմավարական նշանակություն ունի եւ պետք է զարգանա, եւ այդ ազդակը շատ կարեւոր է։ Իմ տեղեկություններով ես էլ հիմնականում այդ բաց աղբյուրներից ունեմ տեղեկություններ, թեկուզ շփվում եմ ղեկավարության հետ Լիդիանի, բայց հիմնականը բաց աղբյուրներից ունենք տեղեկություններ եւ ըստ այդ տեղեկությունների մոտ 1 տարվա ընթացքում, ավելի քիչ քան 1 տարվա ընթացքում կունենան արտադրություն արդեն վերջնական արտադրանքի տեսքով, հուսով ենք, որ այս անգամ ներդրումների հարցը լուծել են ամբողջությամբ ներդրումների, որտեղ բացի այդ 100-ից եւս 100 հարկավոր էր։ Իմ իմացած տեղեկություններով այո, կամ լուծել են, կամ արդեն վերջնական փուլում են լուծման եւ հուսով եմ դա խնդիր չի լինի եւ նրանք կվերաշահագործվեն։ Իսկ ինչ վերաբերում է ռիսկեր բնականաբար ցանկացած մարդկային գործունեություն, տնտեսական գործունեություններ իր մեջ բնապահպանական ռիսկեր են պահպանակում, բայց իմ կարծիքը եղել է, միության կարծիքը այնպիսին է, որ այդ ռիսկերը ամուրսարի հետ կապված այնքան բարձր չէին, որի պատճառով այդպիսի հզոր եւ օրինակելի նախագիծ կանգնեցվեց ժամանակին։ Այդ առումով կարծում եմ ամեն ինչ ճիշտ է, այս ընթացքը ճիշտ է, իհարկե ուշացումը, բայց ճիշտ է գնում եւ շուտով մենք կունենանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համեմատելի մի ուրիշ հանքարդյունաբերական հիմնագործող։ Հոսամ Լիդիան Արմենիայի ղեկավարությունը մեզ հետևում է եւ առիթ կլինի եւս այսպիսի քննարկում ունենանք իրենց հետ ավելի մանրամասն քննարկելու համար։ Այս տեղեկատվությունը կարծում առաջին հերթին իրենց է պետք է հասցնել մարդկանց եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք կուտակվել են այս ծրագրի շրջանակում։ Վերջի շրջանում, պարոն Ջանյան, բավականին խոսվում է հազվագյուտ մետաղների մասին, նույնիսկ այսպես երկրները մեկը մեկից առաջ են ընկնում, հայտարարում են հազվագյուտ մետաղներ ունենք, եկեք ներդրում կատարեք եւ այլն։ Հայաստանը ինչ հնարավորություններ ունի այս առումով եւ կարող ենք այսպես տարբեր ներդրողներ ներգրավել, մասնավորապես ամերիկյան։ Տեսեք, էլի վերադառնում ենք այն խնդրին, որ ես նշեցի, Հայաստանում խորհրդային միության տարիներից ի վեր լայնածավալ երկրաբանական հետախուզման աշխատանքներ չի արվել։ Իսկ խորհրդային տարիները հիմակվա այսպես ասած հազվագյուտ մետաղները այդքան կարևորություն չեն ունեցել։ Բնականաբար այն հետախուզման աշխատանքն որ արվել է, չի վերաբերվել այդ մետաղներին։ Եվ դրանց համար պետք է մեծ աշխատանք տարվի։ Ես հուսով եմ նույն կառավարությունը կշեշտադրի դրանց կարևորությունը եւ արդեն ներդրումներ կարվի հենց երկրաբանական հետախուզման աշխատանքների մասով։ Այս կարևորում այս։ Իհարկե, բայց այսօրվա դրությամբ մենք չունենք տեղեկություններ այդ խնդրի պատճառով։ Օրինակ մենք ինքներս նախաձեռնեցինք եւ Երևանի պոլիտեխնիկի հետ համատեղ մի հատ տենց միջոցառում կազմակերպեցինք լիթիումի մասով։ Լիթիումի մասով ավելի շատ տեղեկություններ կան, քան հազվագյուտ մետաղների մասով եւ այդ մեր աշխատանքը ցույց տվեց, որ կա Հայաստանում լիթիումի մասով կա ներուժ, իհարկե էլի բայց ներում օգտագործվում։ Այո, լիթիումի կարևորագույն մետաղներից է էներգետիկ անցման, այդ մասով արդեն քայլեր արվում, բայց էլի մենք շատ հետ ենք ընկնում։ Իմ ասածը այն է, էներգետիկայի ոլորտի մասով, մեր ոլորտի մասով առաջընթաց կա, բայց ոչ այնքան արագ, այնքան որ մեզ պետք է համապատասխան տնտեսական զարգացում ունենալու համար։ Շնորհակալ եմ պարոն Ջանյան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հետևորդներ, այսօր քննարկեցինք հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակը, խնդիրները, մեր անելիքները։ Այո, այս ոլորտը շատ հաճախ այսպես բացասական, այսպես էներգետիկայի ֆոնով է ներկայացնում, սակայն սա պետք է ուղղվի եւ նաեւ պետական քաղաքականության կարևոր ուղղություն դառնալ, որտեղ պետությունը այն ազդակներ փոխանցողը հանրությանը, բիզնեսին, տարբեր շրջանակներին այս ոլորտի դրական եւ բացասական կողմերի մասին։ Այո,
ռիսկեր կան եւ մենք պետք է փորձենք միասնաբար ռիսկերը նվազեցնել, կառավարել։ Ցանկացած տնտեսական ճյուղում կա այդպիսի ռիսկ։ Խնդիրը կայանում է պետական քաղաքականությունը ինչպես դա կանի եւ մենք էլ կփորձենք օգտակար լինել։